Երևանի Զարդաքիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանի բակն է, Մաշտոցյան գեղեցիկ տառերի փորագրողներն ուսումնարանի շրջանավարտներն են։ Պատերից այն կողմ միջանցքներն ու դասասենյակները ևս զարդարված են նախկին ու ներկայիս ուսանողների ձեռքի աշխատանքներով։ Արհեստավարժ ու փորձառու վարպետների շնորհիվ են դպրոցահասակ աղջիկներն ու պատանիները յուրացնում արհեստագործական գաղտնիքներն ու հմտությունները։ Կարճ ժամանակում ուսանողների ձեռքին մետաղը վերածվում է զարդի, կտորը տոնական շքեղ զգեստ դառնում, թուղթը պատկեր է ստանում։ Երեխան գալիս է անցնում է ամբողջ հանրակրթությունը, 10, 11, 12-րդ դասարանների եւ ձեռք է բերում նաեւ մասնագիտություն։ Ցուցադրված աշխատանքներից շատերը մտովի տեղափոխում են հայկական ավանդական մշակութային գանձարան։ Այստեղ եղած արվեստի գործերը եզակի ու արժեքավոր են այնքանով, որ դրանց մի մասը ժամանակակից արվեստի ճնշման տակ դադարել է հետաքրքրություն ներկայացնել, մինչդեռ դրանց զարգացումն ու տարածումը ազգապահպան արժեք ունի։ Պատրաստ ենք նաեւ արվեստի մնացած բոլոր ճյուղեր, որոնք ժամանակի ընթացքում չգիտես, ինչ պատճառներով հիմա երեխաները կամ ծնողները չեն ուզում, փորձում ենք վերականգնել նաեւ այդ ճյուղերը։ Հնի ու ավանդականի կողքին այստեղ ուսանողները ժամանակակից արվեստների ուսուցման լայն հնարավորություն ունեն։ Այսօր առավել եկամտաբեր ու մոդայիկ համարվող ոսկերչությունն ու դերձակ մոդելավորողի մասնագիտությունը դիմորդների շրջանում ամենապահանջվածն են։ Հիմա ես կարում եմ հարսանեկան զգեստ հայկական էլեմենտներով, օգտագործել եմ վանվազբուրականի տարազից, այստեղ վերցրել եմ երկու քող, կարմիր եւ սպիտակ, սպիտակը մաքրության նշանն է, իսկ կարմիրը պտղաբերության եւ օգտագործել եմ նաեւ հայկական խորհրդանիշներից նուռը։ Մինչև այստեղ գալը ուսումնասիրել էի ոսկերչությունը եւ ինձ շատ դուր է եկել այս արհեստը, դրա համար էլ ընտրեցի այս մասնագիտությունը։ Բոլոր դեպքերում այսօր ոսկերչությունը մի քիչ ավելի ընդունված մասնագիտություն է եւ որով ավելի հեշտ են կարողանում մարդիկ իրենց օրվա հացի փողը վաստակել։ Ուսումնարանում գործում է նաև ներառական կրթության համակարգ, մասնագետների անմիջական մասնակցությամբ իրականացվում է սահմանափակ հնարավորություններ ունեցող ուսանողների հարմարեցում նոր սոցիալական միջավայրին, ուսուցման պայմաններին եւ մասնագիտությանը։ Մենք ունենք երեխաներ, որոնք հաշմանդամներ են եւ որոնք կարող են շատ լավ իրենց մասնագիտությունը արդեն ոնց որ թե յուրացրել են։ Համեստ հնարավորություններով ուսումնարանում դասավանդող վարպետները ուսանողների հետ սկսում են աշխատել ամենատարրական էլեմենտներից, իսկ եռամյա ուսումնառության ավարտին հպարտությամբ են արձանագրում։ Ուսանողներն ուսումնարանից հեռանում են իրենց նախընտրած արհեստի մասին ունեցած հարուստ գիտելիքներով։ Երեխաները այստեղ գալիս են հիմնականում ոչ մի ձևի տեղյակ չեն արհեստներից, բայց սովորում են ընդհանուր արհեստի բոլոր ճյուղերը։ Եվ հետագայում դառնում են արհեստավորներ։ Հաջորդ տարին ուսումնարանի համար հոբելյանական է 2016-ին հաստատությունը կտոնի հիմնադրման 50-ամյակը։ Կեսդարյա պատմություն կերտած ուսումնարանի շրջանավարտների մեջ հայտնիները շատ են՝ քաղաքական գործչից մինչև ոսկերիչների միության նախագահ։ Ուսումնարանը բավական լուրջ որակներ ունեցող կազմակերպ ուսումնարան է եղել միշտ, սկսենք ասենք հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորգյան։ Ուսումնարանի սաներից է եղել։ Նույնիսկ ունեցել ենք վարչապետ։ Ամերիկայում ունենք բավական լուրջ արդեն իսկ այս մասնագիտություններով զբաղվող մի մեծ խումբ, հիմա փորձում ենք իրենց հետ աշխատել, որ տեսնենք ինչով կարող են օգտակար լինել ոսկերիչներն եւ կերամիկներն, խեցեգործներ։ Ուսումնարանում այժմ դասավանդում են հետեւյալ մասնագիտությունները՝ ոսկերչություն, արծաթագործություն, խեցեգործություն, մանրանկարչություն, բատիկա, գորգագործություն, գոբելենագործություն, ասեղնագործություն, դերձակ մոդելավորող, փայտի գեղարվեստական փորագրություն, քարի գեղարվեստական փորագրություն։ Կրթօջախում արհեստագործական ուսուցմանը զուգահեռ դասավանդում են նաև դպրոցական առարկաներ։ Լավագույնները մասնագիտական պրակտիկան անցկացնում են Երևանի ոսկերչական գործարանում, փայտարվեստի թանգարանում, Տերյան մշակութային կենտրոնում եւ Մատենադարանում։ Ուսումնարանում ուսումնանվճար է, տևողությունը 3 տարի։ Այստեղ գալիս են սովորելու հիմնական դպրոցն ավարտած այն աշակերտները, ովքեր ցանկանում են լավ արհեստավոր դառնալ։